Ես հարց ունեմ, ուզում եմ մանրամասնենք, հա, մեր հեռուստադիտողների, մեր քաղաքացիների համար, այսինքն խոսքը վերաբերում են արդեն շատ տարածում ունեցող, որ մեքենաների վրից, չգիտեմ, լինի դա լուսարձակները, լինի դա համարները, որ գողանում են եւ այդ արարքը կատարած մարդիկ այն դեպքում, երբ որ պարզ կլինի, որ մեղադրանքը կապացուցվի, դրանք արդեն դատապարտվեն միջին ծանրության, որպես, այսինքն ծանրացնում ենք այդ հանցագործությունը, փորձելով ինչ-որ ձևով դա նվազեցնել, իսկ ինչ այլ քայլեր կա, որովհետև միշտ չի, որ հանցագործության համար պատիժը ծանրացնելը բերում է դրական արդյունքներ, եթե չեմ սխալվում, եթե ինձ իմ իրավաբանական գիտելիքները իրավաբանական ֆակուլտետից ճիշտ եմ հիշում, մոտավորապես 37-ից 40%-ն է ազդում սանկցիայի ծանրացումը, որ հանցագործությունները նվազեն, բայց լիակատար լուծում չի տալի, էլ ինչ բաներ կան, քայլեր կան, որովհետև մի հատ էլ sense բան կա ժողովրդի մեջ կարծիք կա, որ հաճախակի դա ոստիկանության կողմից կամ անտեսվում է, կամ նույնիսկ ինչ-որ մարդկանց կողմից հովանավորվում է, եւ նման խոսույթ հանրության մեջ կա, որը շատ վտանգավոր ու շատ վատ բան է, եւ դրա հետ կապված կուզենամ, որ դուք արձագանք տաք։ Շնորհակալ եմ եւ հարցերի եւ դիտարկումների համար։ Այո, խոսքը վերաբերվում է հաշվառման համարանիշների, նշանների, հայլիների կամ լուսարձակների այդ տարածված գողության տեսակին, որը բացի այն, որ համարժեք գնահատում ենք մենք քրեական օրենսգրքով տալիս այս երևույթին, քանի որ գողության առաջին մասում տեղավորված այն արարքները եւ այս արարքը ըստ էության ծանրության աստիճանով տարբերվում են իրարից, քանի որ այս արարքը ունի շատ մեծ տարածվածություն եւ բացի այդ այս հանցագործության կատարման դուժող հանդիսացող քաղաքացիները, բացի այն, որ վնասվում են կոնկրետ տվյալ պայստամասի կամ սարքի կորստով, նաև մեծ խնդիրներ ունենում, մասնավորապես հաշվառման համարանիշների պարագայում, եթե դրանք արտասահմանյան կադաստրում գրանցված են, շատ մեծ քաշքշուկի առիթ է սա դառնում եւ ըստ էության նաև տրանսպորտային միջոցը շատ դեպքերում այդպիսի վիճակում վարելը առաջացնում է եւս լրացուցիչ խնդիրներ։ Ես արձագանք եմ։ Քանի դեպք ունենք, որ այդ համար գողացողներից լուսարձակ գողացողներից վերջացած բռնել ենք։ Ես ուզում եմ իմանամ պետությունը բանը ավտոմեքենաների մագնիշ կա, որ այդ ավտոմեքենայի մագնիշի մեքենա ունենալը ինքնին դառնում է անեծք, որովհետև օրինակ Porsche Cayenne-ները, որ այդ եթե դու ունես Porsche Cayenne ավտոմեքենա, քո լուսարձակները ոչ մի ապահովագրական ընկերություն երբևիցե չի ապահովագրի, որտեղ 90% պարագայում որտեղ կանգնացնես ստանելու են, բայց քանի դեպք ունենք մենք, լավ սանկցիան փոխեցինք, մեծացեցինք, քանի դեպք ունենք մենք, որ բռնվել են այդ մարդիկ։ Շնորհակալություն դիտարկման համար, ըստ էության կատարված հանցագործությունների 30%-ի չափով չասեմ բացահայտված, բայց հայտնաբերված անձինք ունենք, բայց այդտեղ մի փոքր խնդիր ունենք դատական եւ քննչական պրակտիկայում։ Մենք ունենում ենք միևնույն անձի կողմից 30 դրվագ կատարված հանցագործություն, երբ որ առաջի կատարված հանցագործության դեպքում ոստիկանությունը հայտնաբերել է։ Եվ այս իմաստով ծանրացնելով արարքը, տանելով միջին ծանրության տիրույթ, մենք նաև հակված ենք մտածել, որ ավելի խիստ խափանման միջոցներ կկիրառվեն, որտեղ 30-ից ավել դրվագներ ենք ունենում մենք դեպքեր, որ նույն անձը կատարում է արարքը, հայտնաբերվում է, ձերբակալվում է, խափանման միջոցը ազատազրկման հետ կապ չի ունենում եւ այդ անձը շարունակում է կատարել գողություն։ Դերևս ունենք մեծ խնդիր ստեղ, բայց ոստիկանության տեսանկյունից էլ ասեմ, որ նաև մենք մեր ծառայության կազմակերպման ձևերը եւ մեթոդները նպատակաուղղում ենք այս հանցագործության դեմ պայքարին, հատկապես վերլուծելով այն տեղանքները եւ այն ժամանակահատվածը, որտեղ որ տեղի են ունենում այս գողությունները եւ մարտավարական իմաստով եւս ձեռնարկվում են միջոցառումներ։ Ասեմ, որ ավարտեք, ժամանակը վերջացել է, ներողություն եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։